Փակնեժդեհին եւ ազատություն ապստամբ հայրենատեր Սասնա ծռերին։ Մենք ընտրություններից հետո ականատեսն ենք լինում մեր կանխատեսումների։ Իսկապես մեր կանխատեսումները միշտ իրողություն են դարձել։ Ցավոք սրտի մեր կանխատեսումները մինչև այս պահը ինչ որ տեղի է ունեցել Հայաստանի համար լավ բան չի կանխատեսվել, բայց եւ ինչ արած։ Մենք որ ասում եմ մի քայլ առաջ ժողովրդին տեղեկացնում ենք, բայց մարդիկ այն լսում էին, դե գլխի չեն ինչ է տեղի ունենում։ Քանի դեռ Հապկի Նիկոլը Պուտինի թշնամին է, հայ մարդու գլխում, եթե Հապկի Նիկոլը, Հապկի տեր ու տերեկան Պուտինի թշնամին է իր գլխի մեջ, ինքը չի կարող հասկանալ իրեն ով է գցում ու որտեղ են գցում։ Սա շատ կարևոր է, որ դուք հասկանաք։ Դու պետք է հասկանաք, որ Հապկի Նիկոլը դա Պուտինի Նիկոլն է։ Իսկ Պուտինի վրա թուրքերը լուրջ ազդեցություն ունեն արդեն, ինչ ասում են, անում են։ Եվ միջնորդավորված Պուտինը իսկապես մեծ թուրքացման է տանել, որովհետև թուրքերն այդպես են ուզում։ Իսկ Նիկոլը ուրիշ ճար չի կարող ունենալ, որովհետև ինքը ենթարկվում է դրանց։ Ու այդ վիճակին են նաև պուտինական այլ քաղաքական թիմերը։ Հիշում եք ընտրություններից առաջ, երբ որ իմացան 19 քաղաքական ինչ-որ թիմ է մասնակցելու, ինչ կարծիք կար ժողովուրդը, ինչ էր մտածում այդ ընտրությունների մասին։ Դե ասում են մանր-մունր կուսակցությունները գալիս են քվե փոշիացնեն տան Նիկոլին, օրինակ, չէ՞, ասում են դե դրանք փոքր բան տա։ Հիմա տեսակ ամենամեծ փոշիացնողը ով էր։ Տաշիր Սամոն։ Տաշիր Սամոն ոչ թե մեր ձայները փոշիացրեց։ Տաշիր Սամոն մեր հույսը, մեր վճռականությունն է, վերջնական չի փոշիացրել, դեռ ամեն ինչ առջևում է։ Գիտեք ինչու։ Այսինքն փոշիացնում է մեր հույսը, ամենակարևորը հույսն է, երբ որ մարդու վրայից հույսը հանում եք, ինքը եթե ի վիճակի է դիմադրելու, չի դիմադրում։ Եթե հույս չունեցավ, չի դիմադրում։ Եվ Ալիևը շատ լավ գիտի, ինքը հայ մարդու հետ շփվել է, ինքը Արցախի հայերի դիմադրությունը տեսել է։ Հիշում եք, Արցախում հայերը 10 ամիս սոված, ծարավ, դու առանց բենզին, առանց լույսի, առանց հացի ապրում էին, մտքներին էլ չկար դուրս գալ։ Տեսան, չէ, մնում են, զենքն զերնես խլեցին, Նիկոլն ասաց մենք ձեզ չենք օգնելու, նոր այն ժամանակ Արցախի հայերը դուրս եկան։ Իսկ այդ նույն ռուսները, տեսեք, Ղրիմում բենզին չկա, փախան։ Հասկանում եք հայի եւ ռուսի տարբերությունը։ Այսինքն այս 4 տարի պատերազմը իրենք չէին զգում դա։ Հենց բենզին չեղավ զգացին։ Իրենց համար այդ զոհերը միլիոնից ավել, այդ, չգիտեմ, այդ տեխնոտնտեսության ավերումը, այդ զորքերի ավերումը, չգիտեմ, իմիջի ավերումը այդքան էական չէր։ Բենզին չկա։ Հələ պատերազմ կանգնացրեք, բենզին չունենք ասում են։ Էս է ռուսը։ Բայց Արցախում հայ մարդը ամեն ինչ հետ համակերպվել էր, որ իր տանը մնար։ Իսկ վիժվածքներն ասեցին, թե Արցախը հայը փախավ։ Փախնողը տեսեք, Ղրիմի կամուրջի վրա ինչ հերթ է գոյացել։ Չի կարող ինչ-որ մեկը մեծ վատություն անի ու ինքը դրա այդ նմանատիպ չպատժվի։ Պուտինը պատժվում է նույն ձևի։ Այն ինչ-որ կազմակերպեց հայ մարդկանց հանդեպ։ Պուտին Էրդողան Արցախի, թե չէ Ալիևնով էր, որ բան Արցախ մտներ Ստեփանակերտում դիգ քայլեր, քիթը տնգած։ Այս սա է հայ ժողովրդի եւ ռուսի տարբերությունը։ Եվ տկարներ կան ասում են, որ ռուսը չնի հաջորդ չնի։ Գնա մերի արա դու։ Գնա ազգը փոխի։ Ինչևից է, ես ինչից եմ ուզում խոսել, փոշիացումից։ Որ չի կարող պուտինական, ասենք Սամվել Կարապետյանը, պուտինական Նիկոլին նեղացնի։ Այդ պետք է բեմականացնեն, որ իրական ընդդիմությունը, ասենք, չգա խաղի մեջ։ Եվ ես ձեզ ասեմ, Տաշիր Սամոն փոշիացրել է կոնկրետ Սասնա ծռերի ձայները։ Որովհետև քաղաքական դաշտում այդ 19 այդ մասնակիցներից բացի Բևերից ուրիշ ոչ ոք չէր ասում, որ Արցախը Հայաստան է։ Ալիևը ինչ որտեղ կների, որ անկախ Արցախ ասեն, ինքը ինչ որ ճանապարհով պետք է կար այդ հարցը լուծի, որովհետև ըստ եթե անկախ է Արցախը, ուրեմն Ադրբեջանից է անկախացել, այսինքն ինքը հիմք ունի, որ դա իրենն է եղել ու վրեն կար աշխատի։ Բայց երբ որ ասում ենք Արցախն Հայաստանը, Ալիևի բոլոր հույսերը, նամանավանդ երբ որ կա միջազգային փաստաթուղթ,
փոշիանում է։ Եվ Ալիևի հիմնական Պրոբլեմը ազգային ժողովրդավարական բևերն է եղել, Սասնացուռը, բայց դրա մասին չեն բարձրաձայնել։ Դրա ուղղությամբ գործողությունները ծածուկ են արել։ Դրա համար եկել են Տաշիր Սամոներ, որ ասեն դե բևերը քանի որ թույլ է, հա, լավ է, բայց թույլ է, տանք Տաշիր Սամոնին, որ Տաշիր Սամոն գոնե բանը թուրքացումից պահի, բայց ինչ պարզվեց, որ Նարեկի երեկվա հայտարարությունը շատ նման էր, ասենք, բանի Ալեն Սիմոնյանի հայտարարությանը։ Ինչով էր նման, կամ որ հայտարարության, ու ոչ միայն Ալեն Սիմոնյանի, Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, հիշում եք, սրանք մեզ ասում են խելոք մնացեք, որ խաղաղություն լինի, մեզ Ալեն Սիմոնյանը, Սասուն Միքայելյանը, Նիկոլը, ասում այ որ խելոք մնաք, ցեղասպանությունից չխոսեք, սրանից չխոսեք, դրանից չխոսեք, թուրքը մեզ բան չի ասի, իրենք մեզ խելոքություն էին քարոզում, ընտրությունների ժամանակ Ալիևը գլխին գա, որ այդ խելոքությունը մի քանի հազար մարդու վրա է տարածվել։ Մի քանի, ասենք, չգիտեմ, Նիկոլական, դե ախր ես այդ ռեժիմը, այդ ապարատը, եթե նրանք հնազան Նիկոլ են գնում ընտրում, ասենք, արդեն ես նրանց մարդը չեմ ուզում համարեմ։ Այդ մարդիկ գիտակցում են, որ վատ բան են անում, բայց գնում անում են։ Իսկ այն մի մասը, ով որ չի հասկացել, նրանք մոլորյալ են։ Այդ մոլորյալների վրա դա ազդեց։ Այսինքն մեզ խելոքության կոչ արեցին։ Հիմա Իլհամը տեսա, որ ընտրություններում չէ, այս ժողովուրդը խելոք չի մնացել, ու ինքը տեսել է, որ Արցախում մարդը կարող է 10 ամիս սոված զենքը ձեռքին մնա, ու ինքը չկարողանա մտնել Արցախ։ Նա տեսել է դա, մինչև զենքը չխլեց Արցախահայության, ինքը չկարողացավ մտնել Արցախ։ Ու խելողն էլ դա գիտենք նորից ռուսներն էին։ Ով կարող գար հայ զինվորի ձեռքից զենք վերցներ, խաբելով, որ քաղաքական, չգիտեմ, ես ինչ պայմանություն կա, դուք գնում եք ստերից։ Մնացել եք դուք մենակ։ Ասեք, իբր բոլորին զինաթափել են, ուր մտել են, ասել են մնացել եք դուք։ Ստելով, խաբելով զենքը հայ զինվորի ձեռքից վերցրել են։ Ալիևը հայ մարդուն շատ լավ ճանաչում է։ Ես շատ լավ գիտի, որ ռևանշիստները նույնիսկ ավելացել են։ 5 տարի առաջվա համեմատ ավելացել են։ Հիմա Նիկոլի այդ խելոք մնալու քարոզը չի աշխատել։ Ստիված ինչ են անում, ասում Նարեկ Կարապետյանը ասում է գնանք խորհրդարան, այսինքն հիմի խելոք մնանք, հարմար պահին, հարմար առիթին, դա ոչ օր է, ոչ ժամ է, ոչ այդ պատճառ է իրանց համար։ Դուրս կգանք փողոց։ Այսինքն սա նորից նույնն ասում է բերեք հիմի խելոք մնանք։ Այսինքն Նարեկ Կարապետյանի կամ Սամվել Կարապետյանի միջոցով այն ռևանշ ցանկացող հանրությանը ուզում են հանգստացնել, նստեցնել, մեղմեցնել։ Հիմի փողոց դուրս չեն գալու ասում։ Հիմի ռևանշ չի լինելու։ Հիմի Հեյդարի Լակոտի Նիկոլին չենք նեղացնում, հիմի թողում ենք ինքը մնա։ Սա նորից, ասենք, ուղիղ խելոք մնալու կոչ չէ, բայց նույն բանն է։ Մեզ քարոզեցին մնալ խելոք։ Նարեկ Կարապետյան, դու այդ անունը չէր, այդ Ալենչիկից չես տարբերվում, Սասունից չես տարբերվում։ Դու փոշիացնում ես մեր վճռականությունը եւ մեր հույսերը։ Դու դա արեցիր քո այդ հայտարարությամբ, տղա։ Եվ հստակ արդեն, եթե ես ասենք այն որ Տաշիր Սամոն եկավ ու կալանավորվեց ու սկսեց թափ հավաքել, ասենք, չնայած բոլորս գիտենք, որ հերոսացման process է գնում, բայց դու հստակ հավաստի ձևով ապացուցեցիր մեր կասկածները։ Ձեր գալսյան օրվանից ինչ որ եկել եք, ինչ որ բան եք անում։ Ձեր քաղաքական, չգիտեմ, խաղերի մեջ մտնելը, այն գլխեն, որ մենք կանխատեսել ենք, այսօր իրականություն դարձավ։ Ես էլի եմ կրկնում, այս խորհրդարանը Արցախ է հայաթափել ու ոչ մի պրոբլեմ չի ունեցել։ Այդ նույն խորհրդարանն է ձևավորվել։ Սերժի, փոխարեն Տաշիր Սամոյը եկել։ Այստեղ ոչ մի բան չի կարող փոխել։ Եթե փոխել ավելի վատն է լինելու։ Եվ օրենսդրական փոփոխություններով Նիկոլը վաղը արդեն օրենք է մտցնելու Արցախ արտահայտություն անելու համար քրեական պատասխանատվություն, Արարատ արտահայտության համար, այսինքն այնպեսի վերահսկում, որ Թուրքիայում ասում են հայերեն խոսեք, լեզուներդ կկտրեք, այդ խնդրի առաջ են կանգնելու։ Դու ազատ չես լինելու։ Իսկ այդ տոտալ, այդ խիստ օրենքներով դու չես կարող Եվրոպա գնալ։ Այդ որ մարդիկ ասում են Նիկոլը գնում է Եվրոպա,
Այս կարգավիճակով, երբ որ եթե մի երկրում ինձ արգելում են Արարատ ասել կամ նկարը կրել, մարդը Արցախի տադու պաբի նկարը ձեռքին քայլում, ձեռից վերցնում են, շորի վրայից պոկում են ոստիկանները։ Դու դες ո՞նց ես Եվրոպա գնում։ Եվրոպան այտենց բաներ չի ընդունում։ Ուրեմն հասկացեք, որ սրանք Եվրոպա չեն գնում։ Սրանք գնում են, ասենք, ըստրկացման։ Սովետական միությունը գլուխը քարն է տվել։ Սրանց ռեժիմի համակարգի դեմ։ Ստապվեք, ոչ խելոք մնացեք, ոչ էլ համբերող։ Իհարկե, պուտինական խավերին հետևություն արեք, նրա խաղաղությամբ։